Պարբերաբար տեսնում ենք այս դատական նիստերին, գրեթե ամեն դատական նիստի եք ներկա լինում, 8 ամիս է կալանավորված է Բագրատ Սրբազանը, կալանավորված է շարունակում մնալ Վահագն Չախալյանը, մյուսների հանդեպ այդ հետապնդումը իրավական, թեև ասում են տարբեր շրջանակներ, որ դա բացառապես քաղաքական հետապնդում է, շարունակվում է։ Ձեր ակնկալիքը որն է, եթե իշխանությունները շարունակում են հայտարարել, որ երկրում չկան քաղբանտարկյալներ։ Շնորհակալություն, դուք ասացի գրեթե ամեն շաբաթ տեսնում եք, դա ամենափոքր նվազագույն բարոյական պարտն է, որ մենք պետք է այստեղ լինենք, որովհետև մարդիկ պայքարում են մեր երկրում արդարադատություն տեսնելու, իրականացնելու ակնկալիքով։ Մենք էլ ենք այդպես գալիս։ Հատկապես եկեղեցականներս, հոգևորականներս, կարծում եմ բոլորը պետք է այդպես լինեն, դեմ ենք ամեն տեսակ անարդարությունների, բայց կողմ ենք արդարադատության, որ մեր երկրում արդարադատություն իրականացվի։ Այդ է պատճառը, որ գալիս ենք արդարադատության ակնկալիքով տեսնելու եւ իհարկե ինչու՞ չէ նաեւ մեր զուտ նաեւ այդ կարոտը առնելու գոնե այսպես լուսամուտից այսքում։ Որպես հոգևորական եկեղեցու շուրջ խմորումներին ինչպես է արձագանքում եւ ինչ անել, որպեսզի կանխել այս անհասկանալի իրողությունների շղթան։ Այո, լավ ասացիք, եկեղեցու շուրջը, եկեղեցին շատ ընդհանուր է ասված, եկեղեցին հայ ազգի, մեր ազգի խիղճն է, Արցախի կորստից կամ հանձնումից հետո եկեղեցին մնացել է ազգային ինքնության առանցքը, ինչ որ հիմա կատարվում է հատկապես հայկականության դեմ եւ այդ պատճառով է որ եկեղեցին հենց առաջին այսպես թիրախում է հայտնվել։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն, ձեզ շնորհակալ ձեր ծառայության համար։ Օրհնորեք։